Սովորաբար միջազգային կազմակերպությունները հղում կատարում են մեր զեկույցներին, տվյալ պարագայում հղում են կատարել մեր տարեկան զեկույցին, մինչդեռ վերջերս մենք այս տարվա առաջին եռամսյակի զեկույցը հրապարակեցինք եւ այնտեղ, եթե մենք համեմատենք անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա ֆիզիկական բռնությունները ավելացել էին, այն առումով, որ անցած տարվա առաջի եռամսյակում որևէ այդպիսի փաստ չէր գրանցվել, իսկ այս եռամսյակում երկուսի այդպիսի փաստ էր գրանցվել, ճնշումների քանակը նույնպես ավելացել են եւ մի քիչ պակասել է փաստորեն տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումները եւ այս առումով պետք է ասեմ, որ մեր հատկապես հետպատերազմյան շրջանում այն բևեռացումը եւ այն պառակտումը, որը տեղի ունեցել հասարակությունում, իսկ դա իհարկե նաև քաղաքական դաշտի պառակտման հետևանք թե դա իջնում է հասարակություն եւ բնական է, որ այդ բևեռվածությունը բնորոշ է նաև լրատվամիջոցներին եւ այս պարագայում ընդդիմադիր լրատվամիջոցներին շատ բարդ է աշխատել իշխանությունների հետ այդ լարված հարաբերությունների պատճառով, իսկ պրոիշխանական լրատվամիջոցներին շատ դժվար է աշխատել ընդդիմության հետ եւ այդ հարաբերությունների լարվածությունը շատ հաճախ բերում է եւ ճնշումների տարատեսակ, նույն վիրավորանքներին, սպառնալիքների եւ այլն եւ նույնիսկ ֆիզիկական բռնություններին եւ սա շատ մտահոգիչ փաստ է։ Իսկ սովորաբար այդ ֆիզիկական բռնությունները երբ որ լինում են, հետո քրեական գործեր, այդպես քննություն, ինչքանով է իրավաչափ հասարակ լրագրողի նկատմամբ նման մոտեցումը, ճնշումը։ Ամեն մի առանցին դեպք պետք է առանցին գնահատվի իհարկե, որովհետև դեպք է լինում, որը որ ըստ քրեական օրենսգրքի բավականին հեշտ է կարճել, բայց դեպքեր են լինում, որ ուղղակի հնարավոր չի կարճել, ամեն դեպքում մենք նույնիսկ այն գործերի վերաբերյալ, որոնք որ ինչ որ ժամանակ անց կարճվում են, մեր դիրքորոշումը արտահայտում ենք եւ համարում ենք, որ այնուամենայնիվ լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքների խախտումները ավելի շատ են, քան դրանց հետևած պատասխանատվության այդ օրինակները։ Եվ ազգային ժողովում է, պարբերաբար լրագրողների նկատմամբ ճնշումներ, նույնիսկ բռնություններ վերջերս էլ եղավ։ Դա ինչով է պայմանավորված։ Նույն պառակտվածությամբ, երբ մեր փողոցները այսպես հարաբերականորեն հանգիստ են եւ մասսայական բողոքի ակցիաներ չկան եւ այլն, հիմնական թատերաբեմը այդ ընդհարումների դառնում է ազգային ժողովը եւ քանի որ այն պառակտվածությունը, այն բևեռվածությունը, որի մասին խոսեցի, արտահայտվում է հենց ազգային ժողովի տարբեր ուրեմն սրահներում կամ այն վայրերում, որտեղ լրագրող պատգամավոր հարաբերությունները հնարավոր են եւ այո, մենք տեսնում ենք, որ այդ լարվածությունը հաճախ բերում է նաեւ կոնֆլիկտների, որոնց մենք սովորաբար անդրադառնում ենք մեր հայտարարություններով։ Այդ ակցիան կոնկրետ ուղղված էր մեր պատգամավորի Անդրանիկ Քոչարյանի։ Բնականաբար մենք հետևել ենք այդ ամեն ինչին, հուսամ դուք էլ հետևել եք մեր հայտարարություններին եւ մեր դիրքորոշումը այնտեղ մենք արտահայտել ենք։ Ես կարծում եմ, որ կոնկրետ այդ դեպքում ուղղակի պատգամավորին ոչ հարիր պահվածք է դրսևորել Անդրանիկ Քոչարյանը, ես կարծում եմ, որ իր բոլոր հիմնավորումները որևէ կերպ չեն կարող ողջամիտ մարդկանց մոտ այսպես հավատ ներշնչել կամ այսպես հիմնավոր համարվել եւ կարծում եմ, որ Անդրանիկ Քոչարյանը պետք է իր մեջ գտներ ուժ ներողություն խնդրելու, որը որ ինքը չգտավ։ Ես ափսոսանք եմ հայտնում նաեւ, որ հանձնաժողովը չկարողացավ
վճռականություն ցուցաբերել եւ էթիկայի հանձնաժողով ստեղծել եւ այդ առումով մենք երեք հանդես եկանք հայտարարությամբ եւ վերահաստատում ենք մեր պահանջը, որ այդպիսի հանձնաժողով ստեղծելու պրոցեդուրաները պետք է նախ բարձրացվեն, իսկ ավելի գերադասելի է, որ գործի մշտական հանձնաժողով պատգամավորական էթիկայի այս իրավիճակը շտկելու համար։